պետք է պետական ծրագիրը լինի, ըստ ոլորտել ոլորտ։ Հարցերը կարգավորի։ Մի հատ կառավարության անդամի անուն ասա, որն աշխատել է արդյունքացույց տվել։ Ես լսում եմ այս 8 տարի այդ ազգային ժողովում, չեղավ մի ազգային ժողովի падգամավոր հելնի, գյուղացու կամ ինչ-որ մի քաղաքացու մասին հարց բարձրացնի, բացի գողական ժարկոնից իրար անպատվել, ծեծել դուրս գալ։ Չկա մի գյուղ, որտեղ մարդիկ չբողոքեն գյուղատնտեսական խնդիրներից, իսկ որ դրանք բազմաթիվ են, Գագիկ Ծառուկյանը լավ գիտի, եկել է կոնկրետ լուծումներով։ Եթե գյուղ նախարարություն չկա, ժողովուրդ ջան, ում պետք է գնաք դիմեք, ասեք։ Մտածող չկա, սերմ տվող չկա, պարտойնու տվող չկա, պայման ստեղծող չկա, ջուր տվող չկա, ում գնաք դիմեք։ Խեղճացած պատի տակ նստած, ոչ կարմացանի, ոչ մշակի բերքու բարիք ստեղծի, համ իր տունը պայի, համ էլ կարողանա նորմալ բարեկեցիկ ապրի, չկա։ Ժողովուրդ այսօր աշխատանք է ուզում, ուրիշ բան չի ուզում։ Չի ուզում օդից կախված ինչ-որ նվեր տան, բարեգործություն ան, ուզում է իր գործելի գլուխը կախ, իր ընտանիքով աշխատի, շփիտով գա, իրաց գումարը ծախսեն, կարողանան այս տունը պահել։ Մեզ պետք է, որ մենք երկու հատ խոշոր պետական ներդրումային ծրագիր իրականացնենք։ Ինքնիկյան աշխատատեղերը կստեղծվի, որը կարանք Չինաստանի հետ անենք, որը Հնդկաստանի հետ անենք։ Այն մեկ աշխարհի դեղորյակի ամենամեծ արտադրողն է, ամենաճանաչվածն է։ Չինաստանի վիճակը ինչ էր։ Մարդիկ թույլ չեն տալի մի երեխայից ավել ունենային, սնվելու խնդիր ունեին։ Բայց այսօր մարդիկ կարողացան գիտությունն էլ զարգացնել, տեխնոլոգիան էլ զարգացնել, այսօր համար առաջինն է։ Բայց խնդիրները միայն գյուղատնտեսական չեն, տուգանքներ, բարձր հարկեր, որոնք վճարելու համար գումար չկա, չկան նաև գյուղացուն աջակցող պետական մասշտաբային ծրագրեր։ Խրետ մի չնչինն էլ չի անում գյուղացու համար։ Այցավը դա եթե փորձ չունեն, կյանքում չի աշխատե, 50 տարեկանում ոչ մի քարը քարին չի դրել, $1000 չի աշխատե։ Ու այսօր դրել են մինիստր։ Խոսում ենք, ոչ մի բան չկա։ Ես ուզում եմ ապրեմ այս երկրում, ոչ թե որ հեմի ստիպված ուզում եմ թողնեմ գնամ այս երկրից։ Տվեք պահանջեք, ձևն էլ դիրգերեք, կազմակերպել գիտենք։ Այսօր ոչ թե կուսակցականի պաշտոնի պետք է դնես, այն մարդը որ կարա անի, թողան կուսակցական լինի, սաղ բանիմաց գրակետ խելացի մարդկանց մեծամասնությունը, մի 70% գնացել է դուրս, գնացել է արտասահման, գնացել է։ Ոչ մի բան չի կարող անել գյուղացի։ Ապրես։ Դուրս գա, ստեղից դուրս գամ տուգանվեմ։ Ներողություն։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանին չէր ասում, ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, անընդհատ։ Հիմա գույքարկը ձեր մոտ 100% գույքարկ ավելացել է։ Հիմա ավելացել է 60%, տարի 20%։ Ասում եմ գոնե կանգնացրեք, 60% ավելացել եք, գոնե մարդիկ թող համարվեն այս ծանրությանը, մի քանի տարի հետո կավելացնենք։ Միշտ էլ լուծումը կա, պետք է ճիշտ կազմակերպել, միասնական լինել ազգովի, այն նախանձ չկամենալ իրար չխոս, այլ պետք է խելքի տալ, ով կար այդ ծանրությունը բարձրացնի, իրա ցավը տանեմ, թող բարձրացնի պատասխան տա։ Ճիշտ նշանակումներ ա պետք, ճիշտ, որ այդ ոլորտի այդ մարդը լիարժեք տիրապետում է, աշխատած ունի, արդյունք ցույց տված ունի։ Ջրաշենում հիմնականում կաղամբ ու կարտոֆիլ են աճեցնում տեղացիները, բայց այստեղ էլ խոչընդոտի են բախվում, ամբողջ տարին չարչարվում են, բարիք ստեղծում, բայց մթերման խնդիր ունեն։ Մեր գյուղը տարածած շրջանի ամենամեծ գյուղն է։ Զբաղվում են կաղամբի մշակումով եւ կարտոշկի մշակումով։ Այո։ Գյուղում գոնե մթերման կայան ստեղծվի, ընդունում եմ առաջի անգամ Վարդենիսում դրել եմ սառներան 20000 տոննա մթերման համար եւ ասել եմ այդ հիմնական պետք է գործի Հայաստանով մեկ, որ բոլոր տարածեն, որ դու կարտոշկան անեցիր, կաղամբը անեցիր, պետք է պայստավորես, կամ էժան տալիս ես չգիտես ինչ անես, որ պայստավորում լինի, իսկ ով որ ձեռնարկեց այդ սառնարանների կառուցումը, ամեն մարզում ով կառուցեց ամենահարուստ մարդն է լինելու։ Քեզնից ընդունելով կարտոֆիլը ընդունեց 150 դրամ, առաջ իսօր տարավ տեղավորեց, դեկտեմբեր, հունվար, փետրվար 250-300 դրամով է վաճառելու։ Նա մեկին երկու եկամուտ է ունենալու։ Ոչ թե դնում է մեկը մի հատ կալունկա սարքետ, ասում է գործը լավ է, մի հատ էլ ես կողքը դնեմ։ Մի հատ էլ նա դնում, նա գործը կիսվում է։ Ասֆալտես են դե մի հատ էլ ես դնեմ։ Ու իրենք էլ մինուս են գնում։ Սառնարան ինչքան դնենք աշխատի։